Արդար դատաքննության պահանջով Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին հավաքվել 12 տարի ազատազրկման դատապարտված Վրամ Գյոզալյանի հարազատները։ Նրանք Սերժ Սարգսյանին եկել էին նամակով տեղեկացնելու, որ դատաքննությունը կեղծիքներով է ընթացել եւ իրենք դիմել են Վճռաբեկ դատարան։ Դատարանում կանգնում են փաստացի անուններ են շեշտում, վախացնում են դատավորներին։ Հրաչ Բադալյանի անունը ամեն տեղ շեշտվում է։ Հիմա դատախազի տեղականն է։ Վրամ Գյոզալյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու եւ տուժողին շահադիտական նկատառումներով առևանգելու համար։ Տուժողին հարց են տալիս դուք Վրամը ձեզ առևանգել է, գիտեք ինչա պատասխանում տուժողը, ինչի ես հո հավ չեմ, որ ինձ առևանգի։ Դարձել է կինոյի պատմությունը 0199։ Դատապարտյալի փաստաբանի խոսքերով տուժողը աշխարհու է եւ եկել էր 24-ամյա Վրամ Գյոզալյանի գրավ դրված ավտոտնակ տոկոսով տված իր գումարների ետևից։ Եղել է վիճաբանություն, հայոյանք, որին հաջորդել է Վրամ Գյոզալյանի կողմից դանակահարություն։ Դատաքննության ընթացքում ըստ փաստաբանի մեղադրանքը փոփոխվել է, ավելի է ծանրացվել, մարմնական վնասվածք հասցնելու հոդվածը վերավորակվել է սպանության փորձի մեղադրանքի։ Իմ պաշտպանյալը մարմնական վնասվածքներ է հասցրել, թող դատապարտեն անձին իր կատարած արարքի համար։ Դատաբժիշկ, ինչպես նաև բուժող հոգեբան բժիշկը գալիս է եւ դատարանում ցուցմունք է տալիս, որ տուժողի կյանքի համար վնաս չի ներկայացրել իմ պաշտպանյալի կողմից հասցված վնասները։ Այն պահին, երբ դատապարտյալի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում, նախագահական նստավայրից դուրս եկավ Սերժ Սարգսյանը Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ճանապարհելու համար։ Սերժ Սարգսյանը միայն մի պահ նայեց փողոցից այն կողմ կանգնած ցուցարարներին, ապա հրաժեշտ տալով եվրոպացի իր հյուրերին հեռացավ։